Զարահարթի 31 կոտորակ 10 ընտրական տեղամասում կեսօրին իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին մարզպետ Արթուր Նալբանդյանն ու իր ընտանիքի անդամները։ Բարձր նույնիսկ տոնական տրամադրության առիթը առավել քան կարևոր է Նալբանդյանների համար։ Ընտանիքի ավագ որդին Լևոնը առաջին անգամ է օգտվում ընտրության իրավունքից։ Իհարկե, մեր ընտանիքի համար տոն է, որովհետև կրկնում եմ, ընտրությունը ինքը իրենից տոն է եւ մենք պարտավոր ենք այդ իրադարձությունը տոն դարձնել եւ այսօր մեր ընտանիքում արդեն ունենք մի հոգի ավելացավ, այսինքն մի քվե ավելացավ եւ բնականաբար ինձ թվում է մենք ընտանիքով անպայման կնշենք այդ առիթը։ Ընդհանրապես մարզպետը կարծում է, որ ընտրական իրավունքից օգտվելը պարտադիր է յուրաքանչյուր ձայնը կարևոր է ու որոշիչ։ Ինքը Արթուր Նալբանդյանը յուրաքանչյուր անգամ ընտրության է գնում բարձր տրամադրությամբ ու նույն գիտակցումով։ Ժողովուրդը իրավունք ունի ընտրելու իր քաղաքապետին կամ մի որևէ կուսակցական ուժի, սա իրեն հնարավորություն է տալիս ավելի ռեալ մտածել, խորհել իր համայնքի կամ երկրի համար եւ սա հնարավորություն է, ինձ թվում է պետք է ժողովուրդը սա գիտակցի եւ հնարավորինս ակտիվ մասնակցի յուրաքանչյուր ընտրության։ Նոր քաղաքապետից Արթուր Նալբանդյանը մեծ ակնկալիքներ ունի, իհարկե նաև պահանջներն են մեծ լինելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր թեկնածուն լավ աշխատի եւ այսօր, ինչպես տեսակ, ես կատարեցի իմ քաղաքացիական պարտքը որպես Ալավերդի քաղաքի բնակիչ եւ ես համոզված եմ, որ ակտիվ մասնակցության դեպքում իհարկե բնակչությունը կարող է ավելի մեծ պահանջներ դնել, ավելի մեծ հիմնախնդիրների լուծումը պահանջել, այսպես ասած։ Ալավերդու համար 4 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղակայված 31 կոտորակ 10 ընտրատեղամասում ըստ ընտրացուցակների ընտրելու իրավունք ունի 1413 քաղաքացի, մինչև ժամը 15 այս տեղամասում ընտրության իրավունքից օգտվել է 184 մարդ։ Ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի։ Չմի միջադեպ, նորմալ ագնում, նորմալ ընթանում ընտրությունները։ Զեդա Շախկյանը մի քանի անգամ ընդգրկվել է ընտրական հանձնաժողովի կազմում, ասում է, որ նախորդ տարիների համեմատ այս անգամ ընտրողների պասիվություն է նկատվում, պատճառն ըստ նրա եկեղեցական տոնն է։ Շատ քիչ են գալիս։ Ամեն ընտրությունների ժամանակ այս պահով արդեն արքակիսատ լցված արել բուլետեններով, բայց ոչ մի բան։ Տեղամասում առավել մեծ թվով ընտրողների սպասում են երեկոյան ժամերին։ Մերի Կոլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։